Գիտեին, իհարկե գիտեին, Սերժը ասեց, գիտի, որ բանակցությունները փակուղում են եւ պատերազմ կարա լինի։ Գիտեին, ոնց չգիտեին, քարորիային տեսել իրենք, ոնց չգիտեին գինը որն էր քարորիայի կանգնեցնելու, էդ էլ գիտեին։ Թե եկեղեցին չգիտեր, որ 19 թվականին Շուշիից բանը տեղափոխեց Ստեփանակերտ, իրանք էլ չգիտեին, բոլորն էլ գիտեին։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մուտիտը սուտը ժողովրդի լեզվով ասած գցում էին Փաշինյանի գրպանը։ Հետո հայոյում էին։ Ու ժողովուրդը ընդդիմությունը, ով անդիմություն, մերժված է։Ահիլա հետ 7 տարի հետ գնացեք, էլի ժողովուրդ ջան, ով անդիմություն, այն որ հրաժարական տվեց, դուք էլ լցվել եք փողոցները, խորոված էիք անում, շամպայն էիք տրաքացնում, բայց օղի խմողները սկսել էին այդ օրերին շամպայն խմել, չգիտես ինչի, նշում էիք համազգային ցնծություններ։ Հիմա այս մերժվածը քաղաքական դիակ կարգավիճակից կիսլարոդի բանը դեմքին եկե մտել է քաղաքականություն ու դուք ուզում եք նրան ընդդիմություն ներկայացնել։ Կամ այն երկրի բանը սուվերեն տարածքը կասկածի տակ դնողը առաջին նախագահի մոտ էլ ալբանացի պրիզնատեկացածը ուզում է բան անի, հա։ Գույք պարտքի դիմաց ստորագրածը ուզում անդիմություն կամ պետականամետ գործիչ խաղա։ Ես չեմ հասկանում։ Ժողովուրդը առնվազն խելքը պիտի հացի հետ ուտի, որ այդ հա ու այդպիսի ուժերին ձեն տա։ Նաև եթե կա